Ձկնամթերք արտադրող հայկական MF Export և Invest Plus ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց այսօրվանից հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ։ Ռոսսելխոզնաձորն այսօր տեղեկացրեց, որ ձկնարտադրությամբ զբաղվող հայկական մյուս ընկերությունների օրինակով այս երկուսի ներմուծումը ևս արգելվել է։ Անցած ամսվա վերջին MF Export-ը և Invest Plus-ը ստուգումներից հետո Ռուսաստանից ներմուծման թույլտվություն էին ստացել, սակայն ինչպես պնդում է Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը, թույլտվությունից հետո այդ ընկերությունները որևէ խմբականակ Ռուսաստան չեն տարել։ Իդեպ ընկերություններից մեկն էլ Ազատության հետ զրույցում հաստատեց, արդեն մի քանի շաբաթ է դեպի Ռուսաստան ձուկ չեն արտահանում։ Եթե հայկական այս երկու ընկերությունները Ռուսաստան արտահանում չեն արել, ինչու են նրանք էլ պատժամիջոցների տակ հայտնվել։ Այս հարցին ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը դժվարացավ պատասխանել։ Այդ երկու կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի դաշնություն արտոնելուց հետո դեպի Ռուսաստանի դաշնություն այդ երկու ընկերությունները որևէ խմբականակ չեն արտահանել։ Իսկ ինչու չեն արտահանել։ Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արտահանել, դա տնտեսավարողի խնդիրն է, ուզի կարտահանի, ուզի չի արտահանի, բայց տեղեկացնում եմ, որ չի արտահանել։ Այդ դեպքում չարտահանված ապրանքի համար ինչու են արգելել նրանց արտահանումը։ Դուք հիմա ինձ հարց եք տալի, որի պատասխանը ես չունեմ։ Ես չեմ կարող ասել Ռուսաստանը ինչով է առաջնորդվում։ Այս պահին ասում եմ միայն, որ իրենց արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբականակ չեն արտահանել։ Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանումը ամբողջությամբ դադարեցնելու մասին Ռոսսելխոզնաձորի այսօրվա որոշումը հաջորդեց ԵԱՏՄ-ի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած սուր հայտարարություններին։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Չկա։ Չի։ Ռուսական կողմի արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանի վարչապետին մեղադրեց դեմագոգիայի մեջ։ Ծանոթացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ, ինչպես որ նա դա արել է ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու հետ կապված։ Մինչ Երևանն ու Մոսկվան փոխադարձ մեսիջներ են հղում, հայաստանյան ձկնարտադրողները անորոշության մեջ են։ MF Export-ից, որի մասին էլ Ռոսսելխոզնաձորը այսօր հայտարարություն տարածեց, Ազատությանը փոխանցեցին, որ ելքեր են փնտրում, փորձում են նոր շուկաներ գտնել, արտահանում կազմակերպել դեպի եվրոպական երկրներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արդյոք ստացվում է թե ոչ, տնօրենը չցանկացավ մանրամասնել։ Անցած ամսվանից ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրող ընկերությունների շարքում է նաև Արարատի մարզում գտնվող Artfish-ը։ Ընկերության ներկայացուցիչը, որ չցանկացավ ներկայանալ ու ձայնագրվել, փոխանցեց, որ մեծ ծախսեր են արել, վարկեր են վերցրել, բայց իրենց արտադրած իշխանն ու թարափը իրացնել չեն կարողանում։ Այս ընկերությունը ձկնամթերքը հիմնականում արտահանում էր Ռուսաստան։ Artfish-ի փոխանցմամբ միայն 2025-ին այդ երկիր շուրջ 540 տոննա են արտահանել։ Արտադրանքն այս պահին չենք կարողանում արտահանել, բայց շարունակում ենք ծախսեր անել։ Խնդիրն այն է, որ ձկներին չկերակրել չենք կարող, թթվածին չտալ չենք կարող։ Լճերը այռատորներով են աշխատում, կերերի, էլեկտրաէներգիայի համար մեծ գումարներ ենք վճարում։ Ձկներն էլ մեծանում են, նրանց անվերջ պահել հնարավոր չէ, անորոշ վիճակի մեջ ենք։ Ընկերության ներկայացուցչի խոսքով հայկական իշխանու թարափը եվրոպական երկրներ արտահանել այս պահին չեն կարող, ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար երկար ճանապարհ ունեն անցնելու, այսինքն միանգամից նոր շուկաներ հնարավոր չէ գտնել։ Իսկ եթե հիմա բոլոր ձկնարտադրողները փորձեն մտնել ներքին շուկա, ապա իշխանի գինն այնքան կնվազի, որ անգամ ծախսերը չեն կարողանա փակել։ Հետևաբար ընկերության ներկայացուցիչը նշում է, որ պետության աջակցության կարիքն ունեն վարկային ու հարկային պարտավորությունները կատարելու համար։ Չմուծել չես կարող, եթե չմուծես չգիտեմ ինչ է լինելու, գոնե պետությունից որևէ աջակցություն լինի, իհարկե լավ կլինի, որ դեպի Ռուսաստան շուկան բացվի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ չհաջողվեց։ Նա միայն նշեց, որ պետության կողմից աջակցություն կլինի, հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Հայաստանում պաշտոնական տվյալներով տարեկան արտադրվում է շուրջ 28,000 տոննա ձուկ, որի գերակշիռ մասը կազմում է ծիածանափայլ իշխանը։ Նրանց արտադրանքը ըստ էկոնոմիկայի նախարարության մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-ից 40%-ը արտահանվում է։
Ինչ է սպասվում առաջիկայում հայ ձկնարտադրողներին անհայտ է։ Ռոսելխոզնաձորն այսօր հայտնել է, թե աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան եւ ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակն էլ այսօր Ազատությանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել 4 ձեռնարկություններում։ Դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին եւ ներկայացված վերապահումներին ծանոթանալուց հետո ՍԱՏՄ-ն կպատասխանի ռուսական կողմին։ Փաստաթուղթը ծավալուն է։